2 օր շարունակ Անուշ ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Մանուկյանը կազմակերպել էր գործարարների շրջայց միջոցառում ընկերությանը պատկանող չրերի, պահածոների, մրգային չիպսերի գործարան և պիստակի այգիներ։ Հյուրերի թվում են Մանթաշյանց, Ռեքսուս ակումբների անդամները, առաջին բիզնես դպրոցի թիմը, ինչպես նաև այլ հյուրեր։ Ակումբականները ծանոթացան արտադրական գործընթացին, վայելեցին արտադրանքը, մասնակցեցին պիստակի առաջին բերքահավաքին։ Ավելի քան 5 տարի օգտվում եմ Անուշ պրոդուկտից և առաջի անգամ փորձել եմ ԱՄՆ-ում, շատ զարմացած էի որակի վրա և հետաքրքիր որ չգիտեի որ արտադրվում է Հայաստանում, մտածում էի այն արտադրվում է Ամերիկայում, հետո երբ Հայկի հետ ծանոթացանք, պարզվեց որ Հայկն է այս ամբողջի հեղինակը, շատ ուրախալիորեն զարմացա և միանշանակ կարող եմ ասել, որ այն սեգմենտներում որտեղ իրենք ներկա են, ամենալավն է։ Բարբերաբար, երբ որ մեկնում ենք արտերկիր տարբեր էքսպոների մասնակցելու, հենց Անուշ պրոդուկտն ենք վերցնում ես հետ, որպես նվեր տալու մեր գործընկերներին ու հաճախորդներին։ Հոյակապ գործարարը շատ ուժեղ անձնավորություն ու լավ ընկեր։ Ես ամենակարևորը տեսել եմ, թե ինչպես է շփվում իր թիմակիցների հետ, կարող եմ ասել, մի քիչ գործարարներից է, ով 0-ից սկսել է ու կարճ ժամանակում հասել է բավականին մեծ արդյունքների։ Եզակի պրոդուկտ է, շատ տարբեր ցուցահանդեսներին մասնակցել է Անուշ բրենդը։ Գիտեք, որ Հայաստանի շուկայում ինքը ավելի քիչ է ներկայացված եւ ավելի շատ արտահանվում է։ Եվ մի հատ կարևոր ռազմավարական նպատակ ունեն իրանք, որ որակը իրենց խոստումն է, ուստի մենք կարողանում ենք ամեն քայլում դրանում համոզվենք։ Դուք կարող եք հիմա շրջել տաղավարներով, նայել թե մրգային կտորը, թե աղի կտորը, թե պահածոների կտորը, թե չրերի կտորը, կտեսնեք, որ ամենտեղ կա յուրահատուկ որակ դրված, որը որ տարբերվում է շուկայում առկա պրոդուկտներով, բայց ամենակարևորը ամեն ինչ տակ կա դրված մեծ սեր։ Շատ ուրախացա, որ բացի նրանից, որ միշտ արտահանվում է, արդեն մենք Հայաստանում կարող ենք փորձել այդ ամեն ինչը, այդ բոլոր բարիքները, որտեղ բավականին բարձր մակարդակի արտադրություն է, բավականին բարձր ստանդարտներով ու կարծում եմ, որ բոլորս ուրախ կլինենք մեր սեղանին նաև Անուշ ունենալու։ 171 հեկտար տարածքով պիստակի այգիները վառ ապացույցն է, որ հայկական գյուղատնտեսության հնարավորությունները ավելի լայն են, քան կարելի է պատկերացնել։ Մեր ընկերությունը արդեն բավականին երկար տարիներ է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ցավանում։ Երկար տարիներ առաջ, երբ որ մենք սկսում էինք այգին հիմնել, մեզ ասում էին, որ կամ դա Հայաստանում չի աճի, կամ դժվար է, կամ մի արեք նման բան։ Մենք վերցրեցինք ոլորտներից ամենաբարդը, ամենադժվարը, այստեղ դրել ենք ժամանակ, ֆինանսներ, առողջություն, տարիներ ու անցել է այդ ժամանակ ու այսօր ունենք առաջի բերքը։ Հայաստանում ապրող ու ոչ միայն Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին բոլոր մարդկանց, ովքեր որ հայն ու հայրենակից են, մենք բոլորս պիտի ներդրում ունենանք տնտեսության զարգացման գործում։ Ամենակարևոր պարտականությունն է հայրենիքի առաջ, մեր հողի առաջ։ Իրապես հաջող գործարարների հիմքում բարձր արժեքներով առաջնորդվող մարդն է։ Վստահ են Հայկ Մանուկյանի ընկերներն ու գործընկերները։ Պավորված ենք ու շատ համեղ օր ունեցանք այսօր, որովհետև առաջին անգամ էի ես համտեսում պիստակը մինչև չորացման process անցնելը ու ինքը յուրահատուկ համ ունի, ովքեր որ չեն փորձել, խորհուրդ կտամ, որ գոնե մեկ անգամ փորձեն։ Ուզում շնորհակալություն հայտնել Հայկին ու ողջունել իր կատարած ահռելի աշխատանքի համար, որը որ գյուղատնտեսության մեր Հայաստանի մասշտաբներով ասեմ, գյուղատնտեսության առաջատար հիմքերում է եւ խորհուրդ կտամ գոնե մեկ անգամ, ով որ ագրարային տնտեսությամբ է զբաղվում, այցելի մեր ընկերոջ կառուցած այս ահռելի տնտեսությունը։ Հավասարակշռված եւ հաշվարկված է Հայկի գործողությունները միշտ լինում ու հետո ժամանակը ցույց է տալիս, որ ինքը իր հաշվարկների մեջ ավելի ճիշտ էր, հետեւաբար շատ հաճախ նաեւ օգտվում ենք հենց Հայկի խորհուրդներից, Հայկի հաշվարկներից։ Մի անձնավորություն, որին պետք է նմանվել, որտեղ Հայկը միշտ օրինակելի է։ Հայկը իր մարդկային
էյությամբ, ոնց որ իր մարդկային հարաբերություններն իր ընկերների հետ, ընտանիքի հետ, նույնը իր գործարար ոլորտում է, ինքը միշտ մտածում է նախ ուրիշի մասին ու վերջում գալիս մտածում է իր մասին, նույնն էլ իր բիզնեսում, իր բոլոր աշխատանքային ոճում, ինքը նախ հաջախորդի մասին, դիմացինի մասին է մտածում ու վերջը գալիս է իր բիզնեսը ավելի կայուն, ավելի ուժեղացարկում այդ ռազմավարության։ Սուսաննա Գևորգյան, Լուիզա Վարդանովա, Կարեն Եփրեմյան, Ելակետ լրատվական։